Դիմումում նշվում է եւ այս երկու օրերի ընթացքում գրեթե բոլորի կողմից նշվեց քվեարկությանը մասնակցած 79125 քաղաքացու դեպքում անձնագիրը մուտքագրվել է մասնագետի կողմից ստեղնաշարով եւ ներկայացվում են ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սուբյեկտիվ ընկալման մոտեցումներ, հա։ Նախ ուզում եմ նկատել, որ ընտրական օրենսգրքի 66 հոդվածի երկրորդ մասը սահմանում է հետևյալ կարգավորումը. եթե ընտրողի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, ապա ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի նույնականացման քարտի համարը տեխնիկական սարքավորման մեջ։ Օրենսդիրը միանշանակ եւ հնարավոր ու թույլատրելի է համարում այս կերպ ընտրողի քվեարկելու իրավունքի իրացումն ապահովելը։ Եվ բնական է, որ պետք է ընտրական հանձնաժողովները, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեխնիկական սարքը սպասարկող մասնագետը անվերապահորեն կատարել ընտրական օրենսգրքով սահմանված կարգը եւ պահանջը։ Ընտրական պետությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիր, նույնականացման քարտ, բայց չի կարա բոլորի անձնագրերը նես պահի, որ միշտ այդ էմերձե դաշտը ընթերնելի լինի, դա յուրաքանչյուրի պարտավորությունն է, եւ միայն ընտրողի կողմից չի, կարող է, որ սարքի այդ էմերձե հատվածը, որը ընթերցում է, խնդիր ունի, իհարկե կարող է, դրա համար, որպեսզի քվեարկելու իրավունքը չխոչընդոտվի, առկա է հետևյալ կարգավորումը։ Էլ չեմ նշում, որ այդ աստղանիշով շատ հստակ նշված է եւ այդ 79125 թիվը հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալն է, ընդամենը կանդրադառնամ շատ կարճ նորից հարց ու պատասխանի արդյունքում, եթե պետք լինի ավելի մանրամասն կներկայացնենք անճշտություններին, հա, 72 հոդվածի կարգավորումներին։ Ուրեմն ինչ Հայաստանի Հանրապետությունում կա ընտրական օրենսգիրք 1990 թվականից առ այսօր, այդ ինստիտուտը անճշտությունների միշտ կա։ Անգամ կար այն ժամանակ, երբ որ առանձին օրենքներով էին ընտրական գործընթացները կարգավորում։ Ինչ է այդ անճշտությունը։ Օրենսդիրը շատ հստակ նախատեսել է ու կանխատեսել է, որ կարա լինի դեպք, որ ընտրողը գա տեղամաս, գա մինչև սարքը չկար, հասներ ցուցակին, հիմա սարքից հետո մոտենա ցուցակին, քվեատուփի մոտ խցիկին հասնելուց տեսնի հերթա կամ չգիտեմ մտքով ինչ անցնի, հետ գնա ու չքվեարկի։ Իհարկե կարող է։ Կարող է ընտրողը կորցնի իր քվեարկության կտրոնը։ Բազմաթիվ են դեպքերը, որ մենք ունենք դեպք, երբ որ հնարավորության դեպքում մի րոպե փորձել են այդ խցիկում, որտեղ ընտրողը իր քվեարկությունը կատարել է, փորձել են այնտեղ հասկանալ, միգուցե կտրոնը այնտեղ է թողել, որտեղ հետո նորից երկրորդ կտրոն տրամադրելը հնարավոր չի, արգելված է այդ գործընթացը իրականացնելը, բայց երբ կարող է ընտրողի քվեաթերթիկի վրա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցվել, երբ որ քվեատուփի համար պատասխանատու անդամը ստանում է կտրոն։ Մենք ունեցել ենք դեպքեր բարձր դատարան, երբ որ տեղամասերից մեզ ասել են, որ առանց քվեաթերթիկի ընտրողը քվեարկության խցիկից դուրս է եկել դատարկ ծրարով ու ասել է, որ ես պետքա սա գցեմ քվեատուփի մեջ, սա է իմ կամքը։ Կարող է տեղամասային հանձնաժողովը ասել չէ, բացատրել են, նորից են կարգը քվեարկության ընթացակարգը այդ քայլերը բացատրել, ընտրողը ասել է ոչ, ես այս կերպ եմ իմ կամ արտահայտությունը հայտնում եւ հայտնել է իր կամ արտահայտությունը։